Բայց Տիկին Հակոբյանն այդքան էլ չի հավատում նրան, թե իսկապես ինչ մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի համար, ես վստահ եմ, որ հիմա այս ձայնագրությունը լսելուց հետո մի փոքր ձեր հավատը կավելանա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես է Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրենց հայրենիքն է եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ, որովհետեւ դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ եւ այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք։ Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղաք ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։ Բայց ինձ իսկապես մի բան է հետաքրքիր, պարոն Թունյան, հետո կխանգարեք, ձեր ոգին փառավորվեց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկապես ձեր ոգի փառավորվեց, տոնում էիք երեկ։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տոնած կլինեիք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժեղ էիք զգում։ Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչից եք էլի այդքան վախենում։ Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած արինելու, եկեղեցուն է պաշտպանելու։ Այդ ինչ մի սենց վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Այո, պետք է արձանագրել Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ։ Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում իսկապես վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է։ Բոլորին թիրախավորել, կրկնում եմ, ոչ թշնամուն, ոչ հակառակորդին, ոչ իրական թշնամիներին, սեփական ժողովրդի ներկայացուցիչներին թիրախավորել, վախ սերմանել, միայն թե հնարավորինս երկար սեփական աթոռը պահելու համար։ Սիրելի ժողովուրդ, չվախենաք։ Մի վախեցեք մարդուց, ով ինքը ոտից գլուխ վախերի կծիկ է, վախենում է սեփական աթոռը կորցնելուց, որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100 հազարավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100 հազարավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն։ Առաջարկ կա։ Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։